Վերադարձանք գովազդից եւ մեր հյուրերն արդեն տաղավարում են։ Մեծամոր ոսկի արվեստ առեղծված նոր ցուցադրություն, որ նվիրված է Մեծամոր հնավայրից 1960-2020 թվականներ պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանու նորովի ներկայացմանը։ Ցուցադրվելու է հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը։ Մեր տաղավարում են Արտավազդ Զաքյանը, ցուցադրության կազմակերպիչ, Հասմիկ Սիմոնյանը, Պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի հնամարդաբան, բարև ձեզ, բարի լույս։ Սենց շատ հետաքրքիր բացում էր, հատկապես այն առումով, որ 1960-ից 2020 թվականը, այսինքն ժամանակային ինտերվալը ինքը բավականին երկար ժամանակ է, այս ընթացքում վստահաբար շատ երկար պեղումներ են տեղի ունեցել, շատ ինչ-որ ձեռքբերումներ ունենք նաև շոշափելի տեսքով։ Ինչպես հասունացավ պահը, որ արդեն ժամանակն է ցուցադրություն կազմակերպելու։ Տեսեք, 1960-ական թվականներից Երևանից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա գտնվող Մեծամոր հնավայրի տարածքում սկսվել են հնագիտական պեղումներ, որոնք մինչև այսօր ընթանում են որոշակի ընդմիջումներով։ Եվ այդտեղից բնականաբար բնակատեղին, դամբարանադաշտը, բազմաշերտ հուշարձան, հետևաբար հայտնաբերվել են մոտավորապես 28-29 հազար միավոր տարբեր առարկաներ։ Դրանք ուլունքահատիկներ են մինչև 1 միլիմետրից էլ պակաս երկարությամբ, վերջացրած հսկայական կարասներ, որոնք օրինակ կարող էին լինել 158 կտոր բաժանված, կոտրված եւ որոնք վերականգնողները վերականգնում են։ 1970 թվականին բացվում է թանգարան, սա եզակ է, որովհետեւ Հայաստանում ըստ էության երկու այդպիսի մասշտաբային թանգարան կա, որ հնավայրի կողքին է, մեկը Էրեբունին է, մյուսը Մեծամորը։ Եթե այսպես չանադառնանք Կարմիր Բլուրին եւ Շենգավիթին, որոնք փոքրիկ այսպես սրահներ ունեն ցուցադրության համար, երկու մասշտաբային շինություններ են եւ պարբերաբար այս թանգարանը համալրվել է իր հավաքածուն, ցուցադրություններ են կազմակերպել, ինչպես հիմնական ցուցադրություն, այնպես էլ տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներ, տարբեր թեմաներով եւ կարելի ասել նաեւ ինչ որտեղ հաշվետու մի այսպես փուլ է, երբ պիտի ըստ էության 1960-ական թվականներից մինչև 2020-ականների սկիզբ պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաներ, որոնք արդեն իսկ ցուցադրվում են Մեծամոր թանգարանում, այլ միջավայրում ներկայանան մի փոքր, կոտրվի իրենց այսպես կարծրատիպը, որ առարկաները միայն այնտեղ են, այդ գանձերը միայն այնտեղ են, եւ Գրականության եւ արվեստի թանգարանում եւ իր չափերով այլ սրահներում, լուսավորության այլ ձևով, ներկայացման ձևերով շեշտը դրվելու է նրանց գեղեցկությանը, նրանց տարբերություններին, նմանություններին, այս է հիմնական գաղափարը, որ ներկայացվի արվեստի լեզվով, բացահայտվի որոշակի առեղծվածներ նաև դրանց պատրաստման, տեղափոխման եւ այլ այսպես հարակից հարցերի, որոնք առաջանում են առաջին հերթին այցելուի մոտ։ Եթե խոսում ենք ցուցադրությունների մասին, սովորաբար դրանք ունենում են խորագրեր։ Ունի ցուցադրությունը խորագիր եւ եթե ունի, ինչ նշանակություն այն ունի։ Իրականում երբ որ խորագիրը ընտրվեց, առանցքային բառերից մեկը նաև առեղծվածն է, որովհետև երբ որ խոսում ենք ընդհանրապես Մեծամորի մասին, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ ունենք բազմատեսակ առարկաների խումբ։ Օրինակի համար ունենք անթիվ անհամար անագի քանակ, ու երբ որ մենք խոսում ենք հայկական լեռնաշխարհում անագից պատրաստված իրերի մասին, մենք պետք է նաև հասկանանք, որ հայկական լեռնաշխարհը չունի անագ, չկան անագի հանքեր։ Հետևաբար այստեղ հարց է առաջանում, որտեղից էր բերվում անագը, ու եթե մենք խոսում ենք օրինակ մեր թվարկությունից առաջ 15-րդ դարի մասին, ինչպես էր բերվում անագը, ինչ ձևով էր բերվում, այսինքն բերվում էին ձուլակտորներ, որոնք հետագայում տեղում հալեցվում էին, ձուլվում էին, կաղապարվում էին եւ ստացվում էին այդ նույն առարկաները, որոնք մենք այսօր պեղումների արդյունքում հայտնաբերում ենք Մեծամորից, ու Մեծամորում ունենք օրինակի համար դամբարանաբլուրներ, որոնց պեղումների արդյունքում
շրջանակում ունենք 3000 կտոր անագիծ զարդեր։ Դրանք տարատեսակ զարդեր են, չգիտեմ, ոսպանման, նշաձև, ցանցկեն ինչ-որ ուլունքահատիկներ, կոճակներ, կախազարդեր, մի քանի մետաղի օգտագործմամբ եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք մեծամորի մասին, մեծամորը զուտ առարկաների խումբը չի, նաեւ այդ առարկաները ոնց են ստեղծվել, ոնց են հայտնվել ընդհանրապես մեծամորում, որովհետեւ ունենք նաեւ Եգիպտոսից, Միջագետքից բերված բացառիկ առարկաներ, որոնք ունեն սեպագիր գրություններ եւ այլն։ Այսինքն ինձ թվում է հենց տեղին էր առեղծված բառը օգտագործել այս բառագայում ցուցադրության համար։ Իսկ կներեք, իսկ արվեստ բառն էլ խորագրի մեջ արդեն գալիս է լրացնելու մեր նախնիների գեղեցիկի մասին պատկերացումները, որտեվ իհարկե այդ վզդոցները, զարդերը, որոնք կտեսնեն մեր այցելուները, դրանք պեղումների ժամանակ հենց այդպես չեն հայտնաբերվում բնականաբար, նրանք ցակ ու ցրիվ են դամբարանի տարբեր հատվածներում եւ մեր մասնագետների եւ վերականգնվել են, վերստեղծվել են մեր պատկերացմամբ, թե ինչպիսին ինքը կարող էր լինել, բայց այդ նույն ուլունքահատիկները, կախիկները, զարդերը, դրանք բոլորը խոսում են մեր նախնիների նաև գեղեցիկի մասին, ճաշակի եւ այսպես պատկերացումների մասին, հետեւաբար ոսկի, արվեստ եւ առեղծված հենց այս բացահայտումներն են, որոնք անելու են, բնականաբար միայն ոսկի չի ցուցադրվելու, նաև բազմաթիվ հետաքրքիր կավամաններ են լինելու, որոնց վրա նույնպես առեղծված կա եւ որոնք նույնպես արվեստի գործեր են։ Այնպես որ լայնն է, մենակ ոսկի չի, միայն այսպես գանձեր չեն, այլ նաև բավական հետաքրքիր այլ առարկաներ են, որոնք բացահայտել են մեծամոր այն բավական հետաքրքիր առեղծվածը, որ արդեն 60 եւ ավել տարի մասնագետներին հետաքրքրում է։ Նշեցիք, որ խոսում են այն թվականներին, հա, թեկուզ մեր թվարկությունից առաջ ժամանակահատվածում, այստեղի բնակչության ինչ-որ բաների մասին, այդ թվում ճաշակի մասին, այ ինչ է խոսում կոնկրետ, ինչ ենթադրություն կարող ենք անել։ Տղամարդիկ եւս կրում էին զարդեր, ինչպես կանայք, դա որոշակիորեն խոսում էր տղամարդու կամ կնոջ զբաղեցրած սոցիալական դիրքի մասին, ինչպիսին էր այդ ժամանակ նորաձևությունը, վերցված էր, չգիտեմ, կողքի երկրներից, թե գուցե նաև մենք էլ ենք թելադրել, այսպես ասած, նորաձևություն, ինչու ոչ, ինչի մասին է խոսում։ Երբ որ մեծամորի ընդհանրապես դամբարանային համալիրների պեղումներն են իրականացվում, որտեղ in situ, այսինքն տեղում իրականում իրերը հայտնաբերվում են գրեթե միայն դամբարաններում։ Մնացած հատվածներում բնակատեղի պեղումներից, որպես այդպիսին նախ զարդեր դուրս չեն գալիս, դամբարանային համալիրներում մտածված դրվում էին այդ զարդերը, որոնք լինելու էին այդ մարդու հանդերձյալ կյանքում ուղեկցող իրերը։ Այդ նշանակում է, որ իրանք իրենց կյանքում էլ ենթադրաբար օգտագործում էին այդ իրերը։ Եթե վերցնենք մեծ դամբարանաբլուրներն ու դամբարանադաշտերը, որտեղ այդպիսի հետազոտություններ արվել են, սեռով պայմանավորված զարդեր, զենքեր եւ այլն, բարձ է, որ տղամարդկանց հետ շատ ավելի մեծ քանակի կհանդիպեն զենքի տեսակներ, եթե ցեղային առաջնորդներ են, նաեւ սիմվոլներ, որոնք խոսում են իր առաջնորդ լինելու մասին, գավազանի գլուխներ, գուրզեր, իշխանության ստանդարտներ եւ այլն, բայց զարդեր իրականում կրել են թե կանայք, թե տղամարդիկ, որովհետեւ վերջին դամբարներից մեկը, որտեղից ունեինք 138 կտոր ոսկուց զարդ, հայտնաբերել ենք մի դամբարանից, որտեղ թաղված են կին եւ տղամարդ, ու այդ դամբարանի պեղումները, որ իրականացվեցին, զարդերը դուրս են եկել թե տղամարդու մարմնի, այսինքն պահպանված կմախքի շրջակայքից թե կնոջ, այսինքն այդ զարդերը կրել են թե կանայք, թե տղամարդիկ։ Իհարկե կան որոշակի զարդերի տեսակներ, օրինակ նուրբ ապարանջաններ, որոնք միայն կանանց մոտ են հանդիպում, ավելի մասիվ ապարանջաններ, որոնք տղամարդկանց մոտ են հանդիպում, բայց զարդեր կրել են բոլորը, այդ թվում նաև երեխաները։ Գրեթե ամեն ինչ պահպանվել է։ Հիմա էլ գրում են եւ կանայք եւ տղամարդիկ հիմնականում ավելի կոպիտ, խոշոր զարդեր։ Այո։ Իսկ ո՞րն է ցուցահանդեսի ժամանակ ամենաարժեքավոր նմուշը ցուցադրվող, ոչ թե նյութապես արժեքավոր, այլ մշակութային արժեք պարունակող։ Տեսեք, մենք ցուցադրության պլանավորման, ձևավորման ընթացքում եկանք մի հետաքրքիր հարցի, որ այցելուն ինքը պիտի բացահայտ իր համար որն է եւ որն է իր համար առեղծվածը, որն է իր համար ամենահետաքրքիրը, որովհետեւ մենք այսպես թեման կամ առարկաների դասավորվածությունը, կոմպոզիցիան այնպես են կազմակերպել, որ
Բնականաբար շատ-շատերին հետաքրքրել է ոսկին, բայց օրինակ անագի դեպքում շատ հետաքրքիր նյութեր ունենք, նրա առեցվածը բացահայտելու, որոնք շատ եզակի են, 7 փողանի սափորեն տեսնելու, սպոյլեր չանեմ, կներեք այս բառի համար, բայց շատ հետաքրքիր բաներ կան։ Իսկ ձեր խոսքում էլ նշեցիք, իհարկե ամենա այսպես կարևոր եւ կենտրոնական դերում լինելու է բնականաբար հայկական լեռնաշխարհից դերևս մեզ հայտնի ամենահին ոսկուց հերազարդը, այն շատ փոքրիկ, մինչև 5 գրամ քաշով, շատ հետաքրքիր մի առարկա է, որ հայտնաբերվել է մանկան թաղումից։ Այսինքն բայց ինքը լինելու է կենտրոնական դիրում, բացի դրանից կենտրոնական դերում են լինելու մեր բոլոր առարկաները, որովհետև ամեն մեկը մեր ճաշակի, մեր հետաքրքրության, մեր գեղեցիկի մասին պատկերացումներով հետաքրքիր լինելու են Բաբելոնից եւ Եգիպտոսից ներմուծված առարկաներ, դրանք կնիքներ են, եզակի առարկաներ են, որոնցով հպարտանում են միայն մեծ եւ հզոր թանգարանները, բրիտանականը եւ այլն, դրանց զուգահեռները այնտեղ ունենք։ Հետաքրքիր կավամաններ, որոնց վրա պատկերներ կան, որոնց պատկերներից տեսնելու են նաև ոսկու զարդերի վրա, այսինքն ինքը այսպես արվեստի գործեր, կարելի է այսպես ասել, արվեստի գործեր են ժամանակի միջով անցած, որոնց այցելուն տեսնելու է եւս մեկ անգամ զարմանա եւ միևնույն ժամանակ հպարտանա, միևնույն ժամանակ գուցե նաև ցանկանա կրել դրանց կրկնօրինակները, որոնց հնարավորությունները կան, այո, եւ մեծամոր թանգարանում Պահպանության ծառայության ՊՕԱԿ-ը արդեն ունի կրկնօրինակներ որոշակի, որոնք որպես զարդ կարող են կրել եւ հպարտանալ, որ այսպիսի զարդ կրել են մեր նախնիները 3500 տարի առաջ։ Միջազգային կողմից ինչպիսի արձագանքներ կան, հետաքրքրվածությունը ինչպիսին են եւ այս մասով ինչ աշխատանքներ է տարվում, հա, ավելի այդպես PR-ի հատվածի մասով։ Եթե խոսքը գնում է թանգարանի եւ թանգարանի ցուցադրության մասով, կարող եմ ասել, որ վերջին հատկապես մոտավորապես 10 տարին ավելի ակտիվացել է եւ միջազգային շփումները, որոնք կապված են նաև Մեծամորի հնագիտական արշավախումբը միջազգային ստատուս ունենալու, որ աշխատում են մեր գործընկերները Վարշավայի համալսարանից, Մերձավոր Արևելյան, Սևծովյան, Միջերկրածովյան հետազոտությունների հնագիտական կենտրոնը Վարշավայի, բավական այսպես աշխատանքներ տարվում են, տարբեր ցուցահանդեսներ, պլակատային, պոստերային, հրատարակություններ շատ են եւ կարծում եմ նաեւ սա եւս մի քայլ կլինի հետագայում արդեն արտերկիր այսպիսի ցուցահանդես կազմակերպելու, տանելու, որը մեծ է։ Իսկ հնագիտական վայրի մասին իրականում եթե վերցնենք այն, որ Մեծամորը անցել է իր պատմության ընթացքում երկու մեծ արշավախմբեր, որոնցից առաջինը ղեկավարել է կին հնագետ Էմմա Խանզադյանը եւ սկսած 2013 թվականից այստեղ աշխատում է հայլեհական արշավախումբը հայկական կողմից Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ ու սկսած 13 թվականից հավատացեք հուշարձանի հանդեպ հետաքրքրությունը շատ ավելի մեծացել է կապված նրանով, որ հայլեհական արշավախմբի, այսպես ասած, աշխատելը տեղում, որը համարվում էր այդ ժամանակի համար Հայաստանի ամենամեծ միջազգային հնագիտական արշավախմբերից մեկը, արդեն իսկ լուրջ հետաքրքրություն էր առաջացնում, բացի այդ, նաև հնարավորություն է եղել հուշարձանի տարածքից հայտնաբերված նյութերի վերաբերյալ հրատարակություններ իրականացնել, մենագրությունների տեսքով, հոդվածների տեսքով, այսինքն եթե վերցնենք միջազգային գիտական հանրությանը, արշավախմբի միջոցով հնարավոր է եղել ինֆորմացիան տարածել հնարավորինս շատ ու դեռ աշխատանքները շարունակվում են, որովհետև 2 տարի առաջ սկսել ենք ու դեռ պեղում ենք Մեծամորում երբևէ պեղված ամենամեծ դամբարանաբլուրներից մեկը, որի տրամագիծը հասնում է մոտ 30 մետրի ու հույս ունենք նաև այս տարի ավարտել այդ պեղումները եւ նոր արդյունքներ ցույց տալ հանրությանը։ Մեր օրերում շատ բարդ է պատկերացնել կյանքն առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Ցուցադրության մասով ինչպիսի տեխնոլոգիաներ եք դուք ներառել ցուցադրության մեջ եւ արդյոք նոր սերնդին եւս դրանք կհետաքրքրեն։ Ես այստեղ մի փոքր գուցե հիասթափեցնեմ նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին,
ասեմ ինչու։ Ցուցադրությունը մենք այս անգամ փորձեցինք կազմել դասական, ընդունված, որին ի դեպ նաև ամբողջ աշխարհը նորից վերադառնում է դրան, փոքրիկ էլեմենտներ թողնելով, այսպես դետալներին, որոնց անիմացիաների եւ այլ ձևով։ Մենք այս ցուցադրությունը թողել ենք դասական ձևով, այսինքն առարկաներն են պատմում իրենց մասին, օրիգինալ, այսպես ընդամենը ապակու հետևից կարող են տեսնել, իսկ արդեն ժամանակի ընթացքում, երբ այս առարկաները նորից տեղափոխվեն մեծամոր թանգարան եւ իրենց տեղը գտնեն իրենց հիմնական ցուցադրությունում, այնտեղ որոշակի անիմացիաներ կան, որոնք լրացնում են մոտիկա ավելի մոտ տեսնելու, ավելի եռաչափ տեսնելու համար եւ ֆիլմեր կան, որոնք նույնպես այս ցուցադրությունում նույնպես օգտագործելու ենք, բայց ավելի շատ акցենտը այս անգամ դրել ենք դասական, հին, բարի հետաքրքիր ցուցադրությանը, որտեղ առարկաներն են գլխավորը, այլ ոչ թե տեխնոլոգիաները, որոնք ինչ որտեղ հասկանալով նաև ժամանակի տենդենսը ժամանց անցկացնելու, այսպես հետաքրքրելու, բայց այստեղ փոքրի նույն երեխաներին էլ պետք է արդեն նաև, չգիտեմ, բացատրել, որ իրենք էլ առարկան գնահատեն, որովհետև երբեմն դրսում ման գալուց, հա, տեսնում ես շրջելիս, տեսնում ես գեղեցիկ պատկեր, բայց բոլորը հեռախոսով փորձում են դա նկարեն, այլ ոչ թե տեսնեն այդ նույն լուսաբացը կամ անտառը կամ սարը կամ Մասիսը, չգիտեմ, այսինքն մենք փորձում ենք այստեղ հետ բերել դեպի կենտրոնացնենք առարկաների վրա։ Շարունակելով ժամանակակից տեխնոլոգիաների թեման, որքանով է հեշտացրել, ինչ նորագույն տեխնոլոգիաներ մենք ունենք հենց Հայաստանի համար ձեռք բերված, որոնք օրինակ օժանդակում են նույն վերականգնելու աշխատանքի, նույն տեղափոխման ավելի այսպես զգայուն դարձնելու կամ թեկուզ հայտնաբերման համար։ Հայտնաբերման տեսանկյունից իրականում հիմա լրիվ նոր մեթոդներ կան, օրինակի համար ռադիոմագնետոլոգիայի կամ ռադիոֆիզիկայի մեթոդները, որոնք ռադարների, այսպես ասած, հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս արդեն տեղում ֆիքսել հուշարձաններ հողի մակերևույթից ներքև ու երբեմն ուղղակի խուսափել պեղումներից, որտեղ մենք պետք է հասկանանք, որ հնագիտական պեղումը դա դիստրուկտիվ մեթոդ է։ Այսինքն, եթե դու պեղեցիր, հանեցիր, այդ մի ակտն է, որի արդյունքում ինչքան հնարավոր է շատ ֆիքսել, դու պարտավոր ես ֆիքսել, բայց դրանից հետո որպես այդպեսին այդ շերտը էլ չի լինելու։ Դա լինելու է քո գծագրերում, նկարներում, 3D մոդելներում եւ այլն։ Այսինքն, մենք հնագիտության մեջ հիմա ամենակարևոր բանը, ինչ որ անում ենք, դա փաստագրումն է։ Փաստագրում բոլոր հնարավոր մեթոդներով ու օգտագործում ենք նաև գերժամանակակից մեթոդներ։ Դրանք դրոններն են, 3D մոդելներն են բոլոր հնարավոր իրավիճակների ու նաև դատաբազաների ստեղծումը։ Գծագրեր, չափագրություններ, օրագրեր, նկարներ, վիդեոներ հնարավոր շատ ու նաև նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս փաստել հուշարձաններ, որոնք դու արդեն տեղերը գիտես, բայց երբեմն կարիք չունես դրանք պեղելու։ Ու կարծում եմ գնալով իրականում նման հետազոտությունները շատ ավելի կշատանան, կհզորանան ու Հայաստանում նման տեխնիկաներ սկսել են լուրջ չափերով ձեռք բերվել, որ ոչ թե արտասահմանյան գործընկերներն են դրանք անում, այլ մենք ունենք տեղում մասնագետներ, ովքեր անում են ու նաև սարքավորումներ, որոնք ձեռք են բերվում գիտության կոմիտեի կողմից տրամադրված միջոցներով։ Չէ, զարդերի վերականգնման մասին եթե խոսենք, նշեցիք մոտավորապես բնականաբար ամբողջությամբ չենք գտնում ենք ըստ մեր երևակայության մեր պատկերացման վերականգնում ենք։ Պայմանական վերցնենք, մեկ դամբարանից հայտնաբերվում է 500 միավոր սերդոլիկից կամ սարդիոնից ուլունքահատիկ, 10-15 կտոր ոսկու ուլունքահատիկներ տարբեր ձևերի, բնականաբար սրանք թանգարանացվում են եւ արդեն հարց առաջանում ինչպես ցուցադրես։ Տարբերակ առաջին ուղակի առարկա այդ 15 միավոր ոսկու զարդերը դնես ցուցափեղկի տակ, ցուցադրես։ Բայց 60-ական թվականից, այսինքն թանգարանի հիմնադրման ժամանակվանից այլ մեթոդի են դիմել, որը ընդունված է ամբողջ աշխարհում էլ, վերստեղծել, այսինքն ունեցածովը գուցե այդ զարդերը եղել են 30-ը եւ ժամանակին ինչ որ մի գանձագող կամ ժամանակին դամբարանը թալանելու ժամանակ 15 միավորը տարել են կամ պայմանական 100-ը տարել են, մնացել է սա։ Մենք այս ինչ որ փաստադրել են մեր գործընկեր հնագետները, ինչ ունենք թանգարանում այդ համալիրից, ընդունված կարգի եւ մեթոդների օգտագործում փորձել ենք լրացնել, ցույց տալու այդ առարկաները ինչպես կարող էին լինել
այսպես կրել նախկինում։ Գուցե այդպես չեն կրել, ես չգիտեմ, ոչ մեկ ցավոք սրտի, այսինքն կարող ենք որոշել, եթե բացվի այնպիսի մի իրավիճակ, երբ օրինակ մի քանի տարի առաջ քաղաքային թաղամասի պեղման ժամանակ մենք հայտնաբերեցինք ուրեմն զարդի մի փոքր հատվածը, որտեղ սերդոլիկից այդ քարերը այսպես շարված էին, շարի մեջ մնացած նութելը չէր պահպանվել, եւ երկու ոսկե հատիկները պահպանվել էին։ Հենց այդ շարի մեջ ֆիքսվել էին այդպես հողի մեջ սեղմվել։ Մենք դա որ հանեցինք, մենք բնականաբար ուրիշ տարբերակ չունենք, որ հենց այդպես էլ իրեն պիտի ցուցադրենք։ Հետևաբար նաև եկանք հետ այն մտքին, որ սերդոլիկը եւ ոսկին իրար հետ համադրվել են մեր նախնիների կողմից եւ այս մնացած բոլոր զարդերը մեր գործընկերները հենց այդ սկզբունքով օգտագործեցին, բնականաբար առաջնահատուկ դարձնելով, որ այստեղ սա կախիկ արում են, սա կարող է կենտրոնով լինել, սրանք բաժանարար են, սա պիտի լինի, այսինքն մեկ շար չի եղել, մի քանի շարով են եղել զարդերը, այսինքն այս ամեն ինչը մեր փորձի, այսպես գեղեցիկի մեր պատկերացման եւ նույն ժամանակ փաստացի ինչ ունենք դրա վերստեղծումը եւ ներկայացումը հանրությանը։ Թանգարաններում այսպես են աշխատում։ Թանգարաններում օրինակ կարող ես դու հայտնաբերել, մեր գործընկերները կարող են հայտնաբերել կավաման, որը շատ գեղեցիկ է իրենով եւ ինքը պիտի ցուցադրվի, գաղափարը այդպեսին է։ Բայց վերականգնման, մաքրման եւ վերականգնման աշխատանքների ժամանակ դու կարող ես հայտնաբերել, բացահայտես, որ ամբողջական չի սափորը։ Ինչ են անում, բնականաբար գիպսում են, գիպսով այդ բացակա հատվածները փակում են եւ կա արդեն երկու տարբերակ, կամ սպիտակը թողնել որպես այցելուն հասկանա, որ սա վերստեղծվածն է, այսինքն այս մասը բացակա եղել եւ վերականգնել, կամ ընդհակառակը գունազարդել այդ նույն գիպսը, այնպես որ այցելուն առաջին հայացքից չզգա, որտեղ սպիտակը միանգամից աչք է զարդում, իսկ սև, կարմիր կամ այլ գույն ունեցած սափորը այդքան եթե տոնայնությունը տալիս ես, այլևս միանգամից աչքի չընկնում եւ արդեն այցելուն տեսնում է գեղեցկությունը։ Այդ մասնագետների համար է շատ ավելի այսպես խրթին, կարևոր հարցեր, եւ որոնք սեղանի շուրջ, գրասեղանի շուրջ այդ նյութերը մշակելիս հասկանում ես այ քանի բեկորեր, որ ինչպես է եղել, որ ավերվել է, հետո շատ դեպքերում նույն կարասը վերականգնելիս կարող այնպես լինի, որ իրենք ժամանակի ընթացքում դեֆորմացած լինեն եւ իրենք ամբողջությամբ փազլի նման չվերականգնվեն, իրենք այսպես կանգնեն, թեքված լինեն։ Այս սրանք բոլորը մեր մասնագետների բարձր որակավորման նաև մասին են խոսում, որոնք ստանում են այն, ինչ որ պիտի ստանան եւ այցելուն դրանցով զարմանա եւ զմայլվի։ Երբ կարող են զմայլվել այցելուները եւ որտեղ, եկեք հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ պետք է եւ այսպես մեր բոլոր հանդիսատեսին սիրով հրավիրում ենք մարտի 27-ից առավոտյան ժամը 10:30-ից 10-ից էր թող կանգնեն գրականության եւ արվեստի թանգարան, դա Արամի 1 հասցեում, իսկ 26-ին լինելու է նեղ փակ բացումը թանգարանային ոլորտի մեր գործընկերների հետ, սա ընդունված նաև պրակտիկա է եւ բացումը կատարում ես մեկ օր շուտ, երեկոյան, այսպես իսկ արդեն ամսի 27-ից իդեպ պիտի նշեմ, որ մեր գործընկերներով պարբերաբար լինելու ենք նաև այնտեղ եւ մասնագիտական զրույցներ եւ էքսկուրսիաներ նույնպես անցկացնելու ենք, այսինքն անհրաժեշտության դեպքում կարող են մեզ էլ տեսնել այնտեղ եւ զրույցներ ունենալ համադրողների, հնագետների, մասնագետների հետ, ովքեր իրենց կյանքի որոշակի շրջան կապել են նաև մեծամոր հնավայրի եւ թանգարանի հետ։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք, պարբերաբար խոսում ենք այս թեմայով։ Հուսանք ավելի մեծ պեղումներ կլինեն, ավելի նոր ձեռքբերումներ կլինեն եւ մենք ձեզ կհյուրընկալենք եւ կզրուցենք։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում են Արտավազդ Զաքյանը, ոսկի արվեստ առեղծված ցուցադրության կազմակերպիչը, Հասմիկ Սիմոնյանը, Պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի հնամարթաբան։ Այս պահին գնանք լսենք երաժշտություն։